Այ իրենք այսպիսի մի թեզել են առաջ քաշում հայտարարման հետ կապված, որ դա կոռուպցիայի դեմ պայքարի միջոց է։ Բայց մենք գիտենք, որ կոռուպցիան հիմնականում կապված է լինում պաշտոնատար անձանց հետ, իսկ պաշտոնատար անձինք մինչ այսօր ներկայացնում էին պարտադիր իրենց հայտարարագրերը։ Այս դեպքում ինչի համար է այս թեզը կամ ինչպես են պատրաստվում համընդհանուր հայտարարագրմամբ կոռուպցիա կանխել։ Ես զարմանում եմ, որ դուք լուրջ եք վերաբերում Նիկոլ Փաշինյանի նախադասություններին։ Իրականում ես երբեք լուրջ չեմ վերաբերվում, ուղղակի քաղաքացիների համար ավելի հասկանալի լինելու համար մենք պետք է բացենք։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը դրանով ոչ միայն սուտ է խոսում, այլ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է ամբողջ հայ հասարակությանը կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մեջ։ Տեսեք, իմ հարևան Վոլոդիային, ձեր բարեկամ Կիրակոսին, ով որ պետական պաշտոնյա չի, ով որ գյուղացի մարդ է եւ չարքաշ կյանքով աշխատում հազիվ իր կենսական պայմաններն ապահովում է, ով որ գյուղում չի, բայց քաղաքում է հազիվ առավոտից երեկո, ընդ որում ժամով պայմանականորեն 9-ից 6 է գնում է աշխատանքի, 6-ից հետո տաքսի է վարում, որպեսզի կարողանա ընտանիքի ծախսերը հոգա, այս մարդուն Նիկոլ Փաշինյանը անամոթաբար մեղադրում է կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մեջ։ Այս մարդը ինչպես կարող է կոռուպցիոներ լինել, ինչպես կարող է կաշառք ստանալ։ Այդ ինչ ծառայություն պետք է մատուցի, այդ ինչ պաշտոնական դիրք պետք է չարաշահի,